Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Говорит и показывает Москва. Ավելի քան 11,000 զինծառայող ռուսական զենք զինամթերքի ու ռազմական տեխնիկայի վերջին տեսակներն են անցնում Կրեմլի Կարմիր հրապարակով։ Անօդաչու թռչող սարքերի զորքերի շարասյունն առաջին անգամ մասնակցում է հաղթանակի զորահանդեսին։ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված զորահանդեսին Չինաստանի, Վենեսուելայի, Սերբիայի, Բրազիլիայի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Աբխազիայի առաջնորդներն են մասնակցում։ Նիկոլ Փաշինյանն ու Ալեքսանդր Լուկաշենկոն կողք կողքի են նստած։ Поздравляю вас с 80-й годовщиной победы в Великой Отечественной войне. Զորահանդեսը ղեկավարում է ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար բանակի գեներալ Օլեգ Սալյուկովը, շքերթն ընդունում Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը։ Կարմիր հրապարակով անցնում են նաև զորահանդեսի ստորաբաժանումներ 13 երկրներից՝ Չինաստանից, Եգիպտոսից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Մյանմայից։ Мы чтим каждого ветерана Великой Отечественной войны. Մենք մեծարում ենք հայրենական մեծ պատերազմի յուրաքանչյուր վետերանի, գլուխ ենք խոնարհում հաղթանակի համար իրենց կյանքը բոլոր զոհաբերածների հիշատակի առաջ, որդիների, դուստրերի, հայրերի, մայրերի, պապիկների, նախապապերի հիշատակի առաջ։ Объявляется минута молчания. Վլադիմիր Պուտինը Կարմիր հրապարակի տրիբունաներում ձեռք է սեղմել եւ զրուցել հայրենական պատերազմի վետերանների հաղթանակի 80-ամյակին նվիրված զորահանդեսի այլ պատվավոր հյուրերի հետ։ Մոսկվայում հաղթանակի 80-ամյակի շքերթին ներկա էր 102-ամյա Ռոզալիա Աբգարյանը, 102-ամյա Խաչիկ Հովակիմյանը, 100-ամյա Ներսես Սիմոնյանը։ Պուտինը ողջունեց նաեւ հայ վետերաններին ու հասցրեց մի երկու բառ էլ նրանց հետ փոխանակել։ Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը, նաև մյուս պետությունների ղեկավարները ծաղիկներ խոնարեցին անմար կրակի մոտ եւ անհայտ զինվորի շիրիմին։ Ավանդույթի համաձայն մեծ հաղթանակի շքերթի շարքը փակել են 6 սու 25 գրոհիչ ինքնաթիռները, երկինքը զարդարելով ռուսական դրոշի եռագույնով։ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին ընթരാճ ադրբեջանական զինված ուժերը կրկին կրակել են հայկական գյուղերի Սյունիքի մարզի Խնածախի ուղղությամբ։ Ինչպես է հայկական կողմն արձագանքում դրան, այն դեպքում, երբ ադրբեջանցիներն անընդհատ ապատեղեկություն են տարածում, մեղադրում հայկական կողմին, թե իբրև մերոնք են կրակում։ Ըստ իրենց խախտումների վերաբերյալ եւ մենք հետաքննություն ենք կատարել դրանց մասին։ Եվ պարզել է, որ ընդհանուր առմամբ այդպիսի խախտումներ չեն եղել։ Հայաստանի իշխանությունները ադրբեջանական կողմից հնարավոր էսկալացիայի ազդակներ չեն տեսնում։ Ադրբեջանը կրակում է Հայաստանի գյուղերի վրա, իսկ մեր երկրի արտաքին գերատեսչության ղեկավարը խաղաղության պայմանագրից է խոսում, միաժամանակ համբերության հորդոր անում։ Գուցե լավ նորություններ լինեն։ Մենք ինչպես պատրաստ ենք վարկյան առաջ սկսել այդ ուղղությամբ խորհրդակցությունը, այնպես էլ այժմ պատրաստ ենք։ Իհարկե, ցավոք սրտի տարբեր հայտարարություններ ենք լսում ադրբեջանական կողմից, առայժմ առաջընթաց չկա, բայց խոսակցություն կա եւ ինչպես ցանկացած բանակցության դեպքում համբերությամբ զինվենք եւ գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն։ Հայաստանը դիտարկում է Ռուսաստանին որպես միջնորդ Ադրբեջանի հետ բանակցություններում։ Անվտանգության խորհրդի քարտուղարը, թե Ռուսաստանը երկար ժամանակ միջնորդի դեր է կատարել, այժմ ըստ նրա Երևանը բանակցում է Բաքվի հետ, հիմնականում երկկողմ ձևաչափով։ Նախ Հայաստանը միայնակ չէ այս բանակցություններում։ Ի նկատի ունեմ խաղաղության համաձայնագիրը Երևանի եւ Բաքվի միջև, դրա համաձայնությունը եւս Բաքուն եւս պետք է տա, եւ ընդհանուր առմամբ, քանի որ վերջին շրջանում բանակցությունների հիմնականում երկկողմ են ընթանում եւ մենք տեսնում ենք երկկողմ բանակցություններում արդյունավետություն, մենք շարունակում ենք երկկողմ աշխատել։ Բաքուն փաստացի միայնակ չէ բանակցություններում, նրա կողմից է խաղում Անկարան եւ իր պահանջները ներկայացնում Երևանին։ Իսկ Թուրքիանում կողմից է։
Ռուսական կողմը ըստ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Կոպիրկինի շարունակում է Հայաստանը դիտարկել որպես եղբայրական երկիր ու դաշնակից։ Հայաստանի հետ սերտորեն համագործակցում ենք եւ պատրաստ ենք առաջիկայում էլ կառուցել եւ խորացնել հարաբերությունները, այդ թվում ԵԱՏՄ ընդհանուր ինտեգրման գործընթացի համատեքստում։ Պաշտոնական Երևանը բազմիցս է տարբեր առիթներով հայտարարել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը համաձայնեցված է, բայց Բաքուն ստորագրման համար հիմա պահանջում է փոխել Սահմանադրությունը ու լուծարել ԵՀԿ Մինսկի խումբը։ Շնորհավորում եմ մայիսի 9-ի կապակցությամբ, վստահ եմ, որ մեր փառավոր հաղթանակների եւ ծանր կորուստների դասերը մեզ ուժ կտան եւ մենք միասին կկառուցենք ավելի հզոր խաղաղ Հայաստան, ասված է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տարածած հաղորդագրության մեջ։ Մայիսի 9-ին տարիներ շարունակ նշել ենք մեր նվիրական եռատոնը։ Տոներից երկուսը վերջին տասնամյակների փառահեղ հաղթանակների վկայությունն էին՝ Շուշիի ազատագրման եւ Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը։ Սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ, ասված է Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում։ Հայրենական մեծ պատերազմի դասերը մեզ սովորեցնում են, որ ոչ մի համաձայնություն չարի հետ հնարավոր չէ, չարին պետք է հաղթել։ Մենք պարտավոր ենք շարունակել պաշտպանել այն արժեքները, որոնց համար 80 տարի առաջ միլիոնավոր կյանքեր են զոհաբերվել։ Ինձ համար տոն է այսօր։ Զրույցն այսպես է սկսում Արցախի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատարներից Արկադի Կարապետյանը։ Սովորաբար օրեր չենք ապրում, կորցրել ենք Արցախն ու այսօր լրագրող ու զինվորական միասին մտովի ենք տեղափոխվում Բերդաքաղաք Շուշի, որ 33 տարի առաջ ճիշտ այսօրը լույս դեռ չբացված մերոնք ազատագրեցին լեռներում հարսանիք անելով։ Հաղթանակները ժողովուրդն է գրում, իհարկե եթե ճիշտ ղեկավարվում է եւ ճիշտ ուղղորդվում է եւ ինքը սա հարցերը լուծում է, հա։ Եվ այդ ժամանակ հենց այդ ամենը աշխատեց։ Շուշիի ազատագրումն Արցախի պաշտպանության բանակի առաջին հաղթանակն էր, ընդամենը 4 օր էր անցել զինված ուժերի պաշտոնական ձևավորումից։ Հետո դրա համար մայիսի 9-ը հռչակվեց կանոնավոր բանակի կարգավորման օր։ Թեպետ Կարապետյանը պատմում է, այնքան միասնական ու կազմակերպված էինք, որ կանոնավոր բանակ դեռ 90 թվից ունեինք։ Պարտիզանական, թեկուզ, բայց կանոնավոր էինք։ Այս ստորաբաժանումը, որ դի կոչվեր, ասենք, գումարտա կամ էսի միշտ կոչում էր ջոկատ, այդքան բան։ Համար ամեն ինչ, որ վերաբերում մեր բանակի, բանակը ինչ կառուցվածք ունի եւ այլն, այս ժամանակ մենք ունեինք։ Ունեինք ամեն ինչ, բայց թշնամու ունեցածը անգամներով ավելի էր զինտեխնիկան ու զորքը։ Չխանգարեց մեզ։ Գիտեինք հանուն ինչի ենք կռվում, իսկ դա ամենակարևորն էր։ Չենք նայում, իրանք շատ են քիչ են եւ այլն եւ այլն։ Զենք ունեն, չունեն, գրադ ունեն, էս ունեն, ավիացիա ունեն։ Մեզ չէր է տակ քրում։ Մենք գիտեինք, որ սա մերն է, դե ազատագրենք, ազատագրել են։ Քիչ լինելով ես ջոկատ ունեի, որի կեսը զենք չունեի, բայց իրանք այդ զենքի ունեցողների հետևից գնում էին։ Պատկերացնում եք ոգևորվածությունը։ Հայրենիքի ազատագրում բանակի կազմավորում ինչն է ամենատպավորիչը եղել ձեզ համար այս հերոսամարտում։ Վերջաբանի համար հարցնում ենք հրամանատարին, զինվորականին բնորոշ համեստությամբ է արձագանքում ու իր բառերով մի քիչ անսովոր խոսում։ Ես նորմալ եմ այդ ամենը ընդունում։ Ես համոզված եի, որ Շուշին ազատագրելու ենք ու շատ հանգիստ էի, որևէ էմոցիա չեմ ունեցել։ Հանգիստ մտել եմ քաղաք։ Մեր եղավ էլի։ Ու այսօր Շուշին Կարսի ու Մուշի բախտակիցը էլի մեզ է սպասում Քիրս Սարի կողմից փչող քամուն, որ սարսափահար պիտի անի թշնամուն։ Լինելու է, հաստատ լինելու է, վստահ է, Շուշին մեկ անգամ ազատագրած զինվորականը, երկրորդ անգամվա խոստումով։ Քիչ էլ դիմացիր, հայ գնդերը քաջ, մի օր էլ էլի կլինեն դռներիդ առաջ։ Մենք հաղթող ենք։ Ես նկարել գիտեի, բայց ոչ մի անգամ էլ չեմ նկարել։ Հետո իմ վրուշկան պալատնոն բերեց, վրտիններ, նկարներ, մի բան նկարի էլի։ Ինչ ես Արարատը նկարեցի։ Դրանից հետո սկսեցի նկարել։ Թորնուհու նվիրած ներկերը, կտավներն ու մոլբերտը 100-ամյա վետերան Հրանտ Կարապետյանին նկարիչ դարձրին։ Նկարները մակագրում է անկյունում, երկու արագիլների պատկերով, բացատրում է դա խաղաղության ու սիրո խորհրդանիշ է։
Ժամանակին էլ ճարտարապետ է եղել, բազում շենք-շինություններ է նախագծել, ձեռագիրը մինչև օրս պահպանում են երևանյան բակերում ու մայրաքաղաքից դուրս։ Շատ գործեր ունեմ Վանաձորում, առաջի 9 հարկանի, 12 հարկանի տները իմ արածնա, Ալավերդում դեմ Սանայինսկայ պլատոկա, սկզբից մինչև վերջ իմ արածնա, Երևանում Նժդեհի հրապարակում 4 տունը իմ արածնա, քիմիական տեխնիկումն է իմ արած։ Հրանտ Կարապետյանը Հայաստանում բնակվող 30 վետերաններից մեկն է։ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակն է նշում։ Նոյեմբերին էլ իր 104-ամյակը կտոնի, հպարտությամբ ու ժպիտով էլ հիշում է ռազմաճակատի տարիները։ Ամբողջ դասարանով գնացել լիճը նավակներ քշելու։ Մենք էլ նաև երեխեք էինք դպրոցի եկանք վայնկոմ մեզ ճանաչում էր, որովհետև այդ ժամանակ մենք մոդնի značokněné նորմաներ էինք հասնում через վայնկոմատ, ձեզել կասնի հերթը։ Отобрали 30 человек, 40 обратно, и 30-ի մեջ եսել էի։ Մարտական ուղին Կովկասից է սկսել 41 թվականի օգոստոսին դպրոցն ավարտելուց հետո նրան ուղարկել են Թբիլիսի ռազմաօդային ուժերի դպրոցում սովորելու։ Մասնակցել է հիմնական բոլոր մարտերին, ծանր վիրավորվելու միաժամանակ նույնը մնացել կենսախինդ ու առույգ։ Պարզ խորհուրդ է տալիս երիտասարդներին սիրել կյանքը, հայրենիքը, չխմել ու չծխել։ Չտեսնեն այն ինչ ես տեսել պատերազմին տալ։ Չլինի այդ պատերազմը։ 104 տարեկանում Կարապետյանի երազանքը խաղաղությունն է մնում։ Ասում է՝ կհասնենք դրան, մեր ոգին անկոտրում է, մենք հաղթող ենք։ Հայաստանի եւ Իրանի միջև միջսահմանային առևտրի հոսքերի եւ հսկողության դյուրացումն են քննարկել Հայաստանի ԻՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը եւ Իրանի ֆինանսների փոխնախարարը Մաքսային ծառայության ղեկավար Ֆորուդ Ասգարին։ Իրանում կայացած բանակցություններում կողմերը պայմանավորվել են բեռների տեղափոխման գործընթացներն առավել արագ եւ դյուրին իրականացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել, այդ թվում բեռնատարների սպասարկման թողունակությունը բարձրացնելու առումով։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամների մասնակցությունը Մոսկվայի Կարմիր հրապարակում հաղթական զորահանդեսին խոսում է այս երկրների միասնության մասին։ Այս մասին հայտնել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ գեներալ գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։ Կարմիր հրապարակում ՀԱՊԿ անդամների երկրների զինված ուժերի շքերթին մասնակցելը խորհրդանշում է անդամ երկրների միասնությունը, այն օգնում է պահպանել մարտական եղբայրության ոգին եւ հավաքական անվտանգության համակարգի ուժերի ու միջոցների պատրաստակամությունը կատարելու առաջադրանքները, ինչպես նախատեսված է, ասել է Սերդյուկովը։ Հռոմի Պապ Լեո 14-ը Պոնտիֆիկոսի պաշտոնում առաջին պատարագն է մատուցել Սիքստինյան կապելլայում։ Հիշեցնենք, որ մայիսի 8-ին հայտնի է դարձել նոր Հռոմի Պապի անունը։ Պոնտիֆիկոս է ընտրվել ամերիկացի կարդինալ Ռոբերտ Պրևոստը, պատմության մեջ առաջին պապն է Ամերիկայից։ Կառավարությունը նախատեսում է 25-26 ուստարում բնական գիտությունների բնագավառի մասնագիտություններին 220 տեղ հատկացնել, տեխնիկական գիտություններին 221, գյուղատնտեսական գիտություններին 94 տեղ, 2025-26 ուսումնական տարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունելությանը հատկացվել է 1271 տեղ, պահուստային տեղերի քանակը 7-ն է, որոնք ըստ անհրաժեշտության կբաշխվեն ընդունելության մրցույթի արդյունքում հավասար միջին որակական գնահատական հավաքած դիմորդներին։ Մայիսի 8-ին վիճաբանություն, ծեծկրտուկ, դանակահարություն ու վրաերթ է տեղի ունեցել Աբովյանում։ Տարանի 8 շենքի բակում Սուբարուի վարորդին են դանակահարել, նա էլ այդ մեքենայով վրաերթի ենթարկել իրեն դանակահարողին։ Մեքենան քրեական եւ համայնքային ոստիկաններն են հայտնաբերել հիվանդանոցի բակում։ Դրա վրա առկա էին առնանման հետքեր, իսկ դիմապակին վնասված էր։ Նշված վայրից 2 հոգի, մեկը դանակահարված, մյուսը վրաերթի ենթարկված տեղափոխվել են Աբովյան բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում այդ շենքի բակում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են առնանման հետքեր, քարերը, որոնց վրա նույնպես արյուն կար, վթարված Toyota Camry։ Վրաերթի հետևանքով վնասվել են նաև նշված շենքի բակում կայանված քաղաքացու Toyota Camry Magnus-ի ավտոմեքենան։ Տեղում էին ոստիկանության Կոտայքի մարզի քրեական վարչության պետը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետը, ինչպես նաև ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի պարեկները։ Նախաքննության շահերից ելնելով այլ մանրամասներ չեն ներկայացվում։
Մայիսի 8-ին 29-ամյա Միտուշը Շևրոլեով Եղվարդ քաղաքի Կոմիտասի փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել գազատարներին, կոտրել դրանք, անցել բազալտե եզրաքարի վրայով ու բախվել թիվ 98 հասցեի երկաթե դարպասներին ու քարե պարսպին։ Վարորդը, նրա 28, 27 եւ 30 տարեկան ուղևորները ծայրահեղ ծանր տեղափոխվել են Եղվարդի հիվանդանոց, որտեղից էլ Արմենիա բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած փրկարարության Եղվարդի շեջ փրկարարական ջոկատի փրկարարները։ Տեղում էին ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ վարորդը գիտակցության չգալով մահացել է։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Այնուհետև Եղվարդի հիվանդանոցից վիրավորները տեղափոխվել են Երևանի Արմենիա բժշկական կենտրոն։ Մայիսի 8-ին Մասիս քաղաքի մուտքի մոտ բախվել են բեմբեն եւ հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը, բեմբեն շրջվել է, իսկ հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը կողաշրջվել։ Երկու մեքենաներն էլ հայտնվել էին երթևեկելի գոտում։ Օպերատիվորեն ժամանած Մասիսի շտապօգնության բժիշկների հերթապախումբ ու բուժօգնություն է ցուցաբերել երկու քաղաքացու։ Նրանք հրաժարվել են հիվանդանոց մեկնել։ Օպերատիվ են գործել փրկարարության Մասիսի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները, ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի պարեկները։ Բավականին օպերատիվորեն ժամանել է նաև Մասիս բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր երկու հոգու տեղում բուժօգնություն են ցուցաբերում։ Երևան Արտաշատ ճանապարհին էլ բախվել են բեմբեն եւ կամազ բետոնախառնիչը, 1 հոգի տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Մասիսի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Ժամանել են նաև ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի առաջին վաշտի 2-րդ դասակի պարեկները։ Բախման հետևանքով տեսնում եք բեմբեն կարելի ասել հայտնվել է ճանապարհի մեջտեղում։ Դարձյալ մայիսի 8-ին Քանաքերավան Մրգաշեն գյուղամիջյան ճանապարհին բախվել են 39-ամյա Կարենի Մերսեդես ML-ը եւ 33-ամյա Նարեկի Կիա Սորենտոն։ Բախման հետևանքով Կիան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին, քարերին, շրջվել ու հայտնվել դաշտում։ Կիայի վարորդին առաջին օգնության են հասել Մերսեդեսի վարորդը, քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած փրկարարության փրկարարներն ու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նա տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել նաև ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները։ Ըստ տեղեկությունների վթարի մեղավորը Կիայի վարորդն է, ով Քանաքերավանից դեպի Մրգաշեն ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի եւ բախվել Մերսեդեսին։ Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխել է, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Փամբագյուղում էլ մեքենա է այրվել, Վանաձորի շեջ փրկարարական ջոկատի փրկարարներն են մարել 27-ամյա Արեն Պողոսյանի վարած գազելի խցիկում առաջացած կրակը։ Տեղում էին ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի առաջին վաշտի 5-րդ դասակի պարեկները։ Եվ մայիսի 8-ին Երևանում կնոջ հետ ջրատարն ընկած տղամարդու դին 12 օր անց փրկարարները, ջրասուզակները, քրեական եւ համայնքային ոստիկանները հայտնաբերել են ընկնելու վայրից մոտ 25 կիլոմետր հեռավորության վրա Ջրաշենում գտնվող ջրատարից։ Արտաշատի համայնքային ոստիկաններն ու հրշեջ փրկարարները այն հատուկ ճոպանների միջոցով դուրս են բերել։ Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին էր տղամարդը իր ծանոթ կնոջ հետ ջրատարն ընկել։ Կնոջը հասցրել էին ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության 2 ոստիկանները դուրս բերել, նրան ոչ։